Կարճ ժամանակ անց պարզվեց, որ անդրկովկասյան եղբայրության և համերաշխության կոչերը անցողիկ էին։ Ցարական վարչակարգի փլուզումը բացահայտեց հայ, վրացի և մահմեդական ժողովուրդների հակասական շահերը։ Իրավիճակն էլ ավելի անհուսալի դարձավ, երբ 1917 թվականի նոյեմբերի 7-ի հեղաշրջման արդյունքում իշխանության եկած բոլշևիկները հանձին Լենինի պահանջեցին Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերում և բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Սակայն ռուսական զորքերից մերկացած ռազմաճակատի և թուրքական հարձակման անմիջական սպառնալիքի պայմաններում հայկական ինքնավարությունը անհնար էր կյանքի կոչել։ Հաշվի առնելով ողջ անդրկովկասյան ռազմաճակատի անկայուն դրությունը, հայ քաղաքական գործիչները Հակոբ Զավրյան, Արմեն Գարո և այլք ձեռնամուխ են լինում ռազմական կազմակերպությունների լայն ցանցի ստեղծմանը։ Բանակի ազգայնացման նպատակով 1917 թվականի ապրիլի 19-ին Թովմաս Նազարբեկյանն ուղարկվում է Կովկասյան ռազմաճակատի շտաբ բանակի զորամասերը ազգայնացնելու։ Ազգային խորհրդի որոշմամբ ստեղծվում է նաև հայ կամավորականների դիվիզիա Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ։ Արևելյան և Արևմտյան Հայաստանում իրավիճակի կայունացման հարցերով զբաղվում էր Երևանի Հայոց ազգային խորհուրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ։ Երևանում սկսում են հավաքվել ռուսական բանակում ծառայած հայ սպաներ և զինվորներ։